Փորձեմ ամփոփ ներկայացնել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքը եւ առաջնահերթ ուզում եմ խոսել մեր օրակարգում մեծ կարևորություն ունեցող թվայնացման գործընթացի մասին եւ կիսվել ձեզ հետ մեր գրանցած հաջողություններով։ Նախորդ տարվա ընթացքում գործարկվեց վարչական դատարանության էլեկտրոնային հարթակը, թվային գործիքը, որի միջոցով մեր քաղաքացիները եւ պրոֆեսիոնալները հնարավորություն ունեն այլևս վարչական դատարանության մասնակից դառնալ էլեկտրոնային եղանակով եւ պետք է ուրախությամբ նշեմ, որ այս համակարգի վերաբերյալ ստացած արձագանքները բավականին դրական են, ինչը արդյունքն է այն մեծ աշխատանքի, որը կատարվել է նախորդի քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի հետ կապված խնդիրները վերհանելու եւ դրանք լուծելու արդյունքում։ Այսինքն սա այն իրավիճակն է, երբ մենք նախորդ փորձից քաղելով դասերը ստեղծել են նոր համակարգ, որից արդեն քաղաքացիները եւ պրոֆեսիոնալները ըստ գոհ են։ Իհարկե համակարգի շարունակական լավացումը մեր հանձնարարությունն է եւ մենք պարբերաբար եւ վարչական դատավարության էլեկտրոնային հարթակի եւ քաղաքացիական դատավարության էլեկտրոնային հարթակի վերաբերյալ խնդիրները վեր ենք հանում եւ դատավորների եւ փաստաբանների եւ ինչու ոչ քաղաքացիների օգնությամբ եւ փորձում ենք շարունակաբար բարելավել այդ գործող համակարգերը։ Թվայնացման մասին խոսելիս պետք է նշեմ, որ մեր առջև դրված խնդիրն է մեր երկրում ունենալ թվայնացված բոլոր դատավարական գործընթացները։ Այս պահին ունենք քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը, սնանկության էլեկտրոնային համակարգը, որը նախկինում պետք է արդեն գործարկված լիներ, բայց ինչ-ինչ պատճառներով չի գործարկվել, մենք դա գործարկելու ենք արդեն այս մյուս ամսվա սկզբին, ամենաուշ մյուս ամսվա սկզբին, եւ մենք աշխատելու ենք այլևս քրեական դատավարության էլեկտրոնային համակարգի շուրջ, որպեսզի մեր երկրում կրկնում բոլոր դատավարությունները ունենան էլեկտրոնային հարթակ եւ թվային իրականացման հնարավորություն։ Հաջորդ կարևոր նորությունը վերաբերում է մեր քաղաքացիների մատուցվող ծառայությունների ոլորտում թվայնացման աշխատանքների։ Առաջին հերթին ուզում եմ խոսել ԿԿ գործակալության աշխատանքների ամբողջությամբ թվայնացման մասին։ ԿԿ գործակալությունը ունի մի քանի գործառույթ, որոնք վերաբերում են շատ քաղաքացիների, եթե չասեմ բոլոր, դրան հաշտության գրանցում, ամուսնացության գրանցում, հայության ճանաչում, երեխայածննդի գրանցում ծառայություններն են, ինչպես նաև անվանման փոփոխության հետ կապված ծառայություններն են, եւ այս բոլոր ծառայությունները մեր քաղաքացիները հնարավորություն ունեն ծառայություններից հնարավորություն ունեն օգտվել on-line տարբերակով, այսինքն առանց տանից դուրս գալու հեռախոսի միջոցով, նույնականանալով ես եմ համակարգի միջոցով հնարավորություն ունեն գրանցել օրինակ իրենց երեխայի ծնունդը, գրանցել ամուսնությունը եւ օգտվել այն ծառայություններից, որոնք մատուցում է մեր ԿԿ գործակալությունը։ Մենք վերջերս ենք գործարկել էլեկտրոնային համակարգը եւ դեռևս PR մեծ արշավ չենք իրականացրել, չնայած պետք է մոտ ապագայում իրականացնենք, որպեսզի քաղաքացիների իրազեկացության մակարդակը բարձրացնենք, բայց արդեն իսկ ունենք on-line գրանցումներ, օրինակ ամուսնության 173 on-line գրանցում ունենք, ծննդի 66 on-line գրանցում ունենք, ամուսնալուծության գրանցումներ ավելի փոքր քանակով ունենք, հայության ճանաչման 3 դեպք ունենք, անվանափոխության 2 առցանց գրանցում ունենք եւ այլն։ Հաջորդ կարևոր ոլորտը դա իրավական անձանց պետական ռեգիստրի թվայնացումն է եւ այս առումով եւս մեր քաղաքացիների կյանքի հեշտացմանը միտված փոփոխություններ են իրականացվել եւ վերջերս սկսել է գործել էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին տանից գրանցել իրենց իրավաբանական անձը էլեկտրոնային եղանակով կրկին։ Այսինքն նույնականացվելով ես եմ համակարգի միջոցով, ինչու եմ սա շեշտում, որովհետև քաղաքացիների համար կարևոր է իմանալ, որ նրանք հնարավորություն ունեն օգտվել էլեկտրոնային ծառայություններից այն դեպքում, երբ առաջին հերթին ունեն նույնականացման քարտ եւ նույնականացվում են ես եմ համակարգի միջոցով։ Այսպիսով քաղաքացիները հնարավորություն եւ իրավունք ունեն գրանցել ցանկացած կազմակերպային ձև ունեցող իրավաբանական անձանց էլեկտրոնային եղանակով, կայքում կարող են գտնել նույնիսկ տիպային կանոնադրության օրինակներ, որոնց հիման վրա կարող են ներկայացնել համապատասխան հայտ եւ գրանցել իրենց իրավաբանական անձանց։
Սա ևս մեկ քայլ է, կրկնում եմ, քաղաքացիների կյանքի հեշտացման ուղղված։ Հաջորդ թվայնացման գործիքը, որ մենք ունենք, ներդրվել է հաշտարարության ինստիտուտի հետ կապված։ Մեր երկրում արդեն գիտեք, կամ գուցե եւ չգիտեք, ընտանեկան որոշ գործերով գործում է պարտադիր հաշտարարության համակարգը եւ կա համապատասխան թվային հարթակը, որի միջոցով հաշտարարության process-ը կարող է տեղի ունենալ։ Մենք բավականին լավ ցուցանիշներ ունենք այս ոլորտում գրանցած, այն առումով, որ դիմումների շուրջ 30%-ի քննությունը ավարտվում է հաշտության համաձայնությամբ։ Սա նշանակում է, որ 30% դեպքերում ավելի քիչ հայցեր են գնալու դատարան եւ դատարանը այդքան ծանրաբեռնվածություն թոթափելու է եւ հնարավորություն է ունենալու կենտրոնանալ այլ գործերի քննության վրա։ Թվայնացման հաջորդ գործիքը, որը շարունակաբար կատարելագործվում է, դա ARLIS.am հարթակն է։ Նոր ինտերֆեյսին արդեն մասնագիտական հանրույթը ծանոթ է, մենք կրկին փորձում ենք հաշվառել բոլոր խնդիրները եւ գնալ դրանց լուծման ճանապարհով, բայց ապագայում ARLIS-ը հնարավորություն է տալու օրենսդրական նախագծեր մշակել հենց կայքի ներսում։ Արդեն ըստ էության այդ հնարավորությունը առկա է եւ մենք սկսել ենք նախարարների հրամաններից եւ վարչապետի հրամաններից եւ նաեւ վերապատրաստել ենք պետական մարմիններում աշխատող անձանց, որպեսզի նրանք իմանան ինչպես օգտվել ARLIS-ի այն նոր գործիքակազմից, որը հնարավորություն է տալիս նախագիծ մշակել հենց համակարգի ներսում, շրջանառել այն օգտվելով նաեւ Malbir համակարգից, ինչպես նաեւ ապահովել է փոխգործելիությունը e-draft համակարգի հետ, հեշտացնելով նախագծերի մշակման եւ դրանց շրջանառության գործը։